Ըստ Ժառանգություն կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի մեր երկրում ընդունված ընտրակեղծիքների բոլոր մեթոդները փետրվարի 18-ին իշխանությունները ջանք չեն խնայել կիրառել։ Այդուհանդերձ նա կարծում է, որ այս նախագահական ընտրությունները տարբերվեցին Հայաստանում անցկացված նախորդ բոլոր ընտրական գործընթացներից։ Ոչ մի նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությանը չէր հաջողվել այսքան ձայն հավաքել, սա արդեն տարբերություն է, սա նշանակում է, որ մեր ժողովուրդը ազատագրվել է, զգալի մասը ազատագրվել է, իր միջից տրուկը հանել շպրտել է եւ ասում է ես այս երկրի քաղաքացին եմ, ես տեր եմ իմ երկրին եւ ձևավորել եմ այն իշխանությունը, որը ես պատվիրելու եմ։ Պատվիրատուն ինքն է։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով այս նախագահական ընտրությունների ժամանակ իշխանություններն այնքան էլ շահագրգռված չեն եղել ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործել, իսկ այդ քաղաքական իրավիճակը, որ ստեղծվել էր Հայաստանում անցած տարվա վերջում, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը որոշեցին չմասնակցել ընտրություններին, Սերժ Սարգսյանի համար ստեղծվեց ոչ մրցակցային պայմաններ, կարծում է քաղաքագետը։ Սերգեյ Մինասյանը համոզված է, որ հետընտրական զարգացումներն իրենց հերթին կլինեն մեղմ, քանի որ Ռաֆի Հովհաննիսյանը լուրջ առճակատման չի գնա։ Իսկ եթե ինքը գնա առճակատմանը, ապա առաջինը պարզ չի, թե ինչ ընթացք դա կունենա, եւ երկրորդը հասկանալի է, որ ժառանգության ակտիվիստները, ժառանգության սատարողները մի քիչ տարբերվում են, ասենք ՀԱԿ-ի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ կանգնած մարդկանց այն զանգվածից, որը որ կար 2007-2008 թվականներին, քանի որ այնտեղ կա այդ մարդիկ, որոնք որ իսկապես հեղափոխական պայքարի բավականին լուրջ փորձ ունեն դեռ Սովետական միության դեմ։ Ուշագրավն այն է, որ այս անգամ իրական ընտրակեղծիքը եւ ընտրությունների ընթացքն անբարոյականացնելու երևույթները ընտրությունների նախօրյակին եւ բուն ընտրությունների օրը կիրառվեցին, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը։ Այնուամենայնիվ նրա կարծիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց հերոսի նման դրսևորեցին, քանի որ անտեսելով իշխանությունների կողմից կիրառվող ճնշումները գնացին եւ ձայն տվեցին ընդդիմադիր գործչին։ Այդ հիասթափությունը հուսալքություն չի, քանի որ վստահ եմ, որ ընտրողների մեծ մասը, ընդդիմության համար ձայն տվածների մեծ մասը չէր էլ սպասում, որ ինքը անմիջապես կարողանալու է կոտրել իշխանությանը, բայց այս կամքը եւ այս կարողությունը դրսևորվեց։ Խարատյանը հավելեց, որ տոնական տրամադրության մեջ է եւ հպարտ, որ ժողովուրդն իր մեջ բավականաչափ ուժ գտավ շրջանցելու տագնապը, իսկ հետընտրական զարգացումների մասին խոսելիս ազգագրագետը ավելացրեց, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Հայաստանի քաղաքացին է ցանկանում։ Էմապայլյան Գոռ Հովհաննիսյան, Գալանյուս։